Ես քեզ լսում եմ։ Podcast իմ ու քո խնդիրների մասին։ Մենք տարբեր ենք, բայց ունենք նույն խնդիրները։ Հաճախ վախենում ենք բարձրաձայնել դրանք կամ համապատասխան լսող չենք գտնում։ Այս podcast-ը հարթակ է, որտեղ քո ձայնը լսելի կլինի, իսկ խնդիրդ կգտնի իր հասցեատիրոջը։ Ես Եվա Մինասյանն եմ։ Քո անանուն պատմության միջոցով մասնագետների հետ կփորձենք գտնել բոլորիս հուզող հարցերի պատասխանները։ Այս էպիզոդը խաղամոլության մասին է եւ մեզ օգնելու է հոգեբան հոգեթերապևտ Արման Բեգոյանը։ Ցավոք, սա խնդիր է, որը բոլորիս էլ ինչ որ մի օր հանդիպում է։ Մեր հարազատների մեջ ենք տեսնում, ուղղակի կողքից ենք տեսնում, գովազդ ենք տեսնում։ Ինչպես ստացվեց, որ այս խնդիրը կամ հիվանդությունը դուք ասեք ինչպես է ճիշտ, այսքան տարածում գտավ։ Սկսենք ամենակարևորից։ Դա հիվանդություն չի եւ հոգեկան ու վարքային խնդիրների պարագայում հոգեկան առողջության ոլորտում ընդունված է խանգարում բառը։ Սա հոգեկան եւ վարքային խանգարում է։ Ոնց ստացվեց, որ տարածում գտավ, այստեղ տարբեր գործոններ կան, հիմնականում տնտեսական, սոցիալական, բայց սովորաբար ընդունված է ասել, որ դա զարգացող երկրների խնդիր է։ Ոչ թե զարգացած, որովհետև այնտեղ արդեն կենսակերպի կայացած տասնամյակներով կայացած ավելի կենսակերպ կա մշակույթում եւ հանրություններում, ոնց որ օրինակ Արևմտյան Եվրոպայում եւ խաղամոլության տարածում կա, բայց ծավալները փոքր են շատ համեմատած զարգացող երկրների, ինչպիսիք են օրինակ Հայաստանը կամ Հնդկաստանը, օրինակ պատճառները կանան շատ տարբեր լինեն, տնտեսականից մինչեւ սոցիալական, բայց հիմնականում դա զարգացող երկրների խնդիրն է։ Զարգացածների հետ կապված ասեցի, իսկ թույլ զարգացած կամ աղքատ երկրներում շուկան որպես այդպեսին չկա, բուքմեյքերական կենտրոնները քիչ են, կազինոները քիչ են, դրա համար որպես այդպեսին տարածում չեն գտնում։ Իսկ օրինակ ինչ է կատարվում, ինչն է քեզ դրդում, որ դու գնաս, ինչն է այդքան գրավիչ, որ մենք տեսնում ենք ու ուզում ենք մենք էլ չգիտեմ մասնակցել այդ ընթացքին։ Տարբեր մարդկանց պարագայում տարբեր դրդապատճառներ կարող են լինել։ Սկսած հետաքրքրությունից, այդ ինչի մասին ենք խոսում, առցանց կազինոյի, բեթինգի, թե գեմբլինգի մասին ենք խոսում եւ թե օրինակ կենթանի կազինոյի, հա։ Դրդապատճառները շատ կարող են լինել հետաքրքրությունից դրդված, որևէ մեկին օգնելուց դրդված, այդպես էլ է լինում, որ օգնելու համար, ասենք ընկերոջը օգնելու համար մարդ խաղում է, որ ոնց որ գումարը վերադարձնի, փակեն ու էլ դրան չգնան, չվերադառնա ընկերը։ Ընտանիքում տեսնելով, սա շատ տարածված պատճառ, դրդապատճառներից մեկն է, երբ որ ընտանիքում արդեն խաղացող կա, շատ հազվադեպ է լինում, որ խաղալու սկիզբը լինում է պայմանավորված գումարի խնդրով։ Կարող է այդպես թվա, բայց դա ավելի փոքր տոկոս է կազմում։ Հետո արդեն, երբ որ կախվածության հետ գործ ունենք, հա, այնտեղ դառնում է ինքը գերակշռող դրդապատճառներից մեկը, խաղալը շարունակելու դրդապատճառներից մեկը, բայց խաղալը սկսելու դրդապատճառների ցանկում ինքը առաջնային տեղերում չի։ Սովորաբար դա հետաքրքրությունն է, սովորաբար դա ինչ-որ մեկի հետ զակամպանիու փորձելն է, կենթանի կազինոների պարագայում դա նաև իհարկե շատ ավելի տարբերվող ժամանց է։ Սրանք հիմնական դրդապատճառներն են, որ դուք որպես ուսումնասիրող եք նկատել, բայց մենք ունենք պատմություններ հենց խնդիրն ունեցողների կամ ունեցածների կողմից, թե ինչ զգացողություններ են ունեցել իրենք։ Այդ նույնց բանը, որ համ բարդվելուց, համ հաղթելուց էլի ես ուզում խաղաս, էլի, որ օրինակ բարդվում ես, ասում ես լավ գոնե կրվածս էլ հետ բերեմ ու վերջ, իսկ երբ որ հաղթում ես, այդ զգացողությունն է, ու որ անընդհատ էլի ես հաղթելու։ Ես շատ կարճ ժամանակ եմ եղել դրա մեջ, բայց բախտս բերել է ու շուտ եմ վերջ տվել։ Հասկանում եմ, որ շատ մարդիկ շատ են գայթակղվում դրանից, բայց գիտեմ ինչ դժվար է։ Եթե հիմա գտնվում ես այդ իրավիճակում, բայց հասկանում ես, որ դա վատ է, ինքդ քեզ ինչպես օգնես, ինչպես դուրս գաս ինքնուրույն։ Տեսեք, սա այն խնդիրն է, որը հասկանալու կամ գիտակցելու հետ չի կապված։ Բոլոր խաղացողներն էլ, բոլոր մարդիկ էլ հասկանում են, որ սա չարժի անել, սա կախվածություն է կամ կարա վերածվի, մի խոսքով չարժի անել։ Դրա համար ինքդ քեզ օգնելը լավագույն դեպքում, եթե դա դիտարկում ենք, դա պետք է լինի միևնույնն է մասնագիտական, եթե ոչ մասնագետի հետ թերապիայի շրջանակներում, ապա գոնե մասնագետի կողմից կազմված մասնագիտական ուղեցույցի օգնությամբ։ Որպես այդպեսին չկա ինչ-որ 1-2 բառ կամ հարց, որ կարելի է տալ ու օքեյ, տենց խնդիրը լուծել։ Ցավոք, երբեմն թերագնահատվում է, բայց սա կախվածություններից ամենադժվարն է հաղթահարման տեսանկյունից։ Իսկ օրինակ ինչ է կատարվում, եթե կենսաբանական մակարդակում խոսենք։ Երբ որ մենք խոսում ենք կախվածության մասին, խաղամոլության մասին, այստեղ պետք է հասկանալ, որ սկզբում ուրիշ պրոցեսներն ընթացքում, երբ որ արդեն կախվածությունը կա,
այլ process-ներ են։ Երբ է դառնում սա կախվածություն։ Ցանկացած հոգեկան երևույթի հիմքում նյարդային համակարգում մեր գլխուղեղում ձևավորվում են նեյրոնային կապեր, որոնք վերածվում են ձևավորում են որոշակի բարդ նեյրոնային ցանցեր։ Այդ նեյրոնային ցանցերը այն նեյրոնային կառույցներն են, որոնք պատասխանատու են կոնկրետ երևույթի ֆիզիոլոգիական կողմի համար։ Օրինակ դուք ֆրանսերեն եք սովորում եւ հետզհետե ձեր գիտելիքները ավելանալու եւ դրանում հմտանալու զուգահեռ ֆրանսերենի համար ես հիմա շատ մակերեսային ու բարձրացված եմ ասում, էլի թողներեն ինձ նեյրոկենսաբանները, հա, ձեր ֆրանսերեն լեզվի իմացության եւ հմտությունների համար պատասխանատու նեյրոնային ցանցը ժամանակի ընթացքում ավելի բարդանում ու զարգանում է։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ նեյրոնների միջև ձևավորված կապերը, սինապտիկ կապերը ավելի ամրանում են, ավելի ինտենսիվ են այնտեղ էլեկտրաքիմիական process-ները ու փոխանցումները տեղի ունենում, պլյուս անընդհատ նույն նեյրոնը կամ լրացուցիչ նեյրոնները ներգրավում այդ կապի մեջ, ձևավորվում են ցանցեր, ենթացանցեր եւ ոնց որ գնալով ավելի աճում զարգանում է այն ցանցը, որը պատասխանատու է ձեր ֆրանսերենի համար։ Ժամանակի ընթացքում շատ երևույթներ, գործողություններ վերածվում են հմտությունների, ինչու, որտեղ էվոլյուցիայի ընթացքում գիտակցության ռեսուրսը խնայելու համար հավանաբար գլխուղեղը եւ նյարդային համակարգը սովորել է ավտոմատացնել process-ները։ Սա նշանակում է, որ երբ որ ինչ-որ մի բանում մենք հմտանում ենք, ավտոմատանում են process-ները, այսինքն այլ գիտակցության ռեսուրսը կամ գոնե այդ ծավալով մենք էլ չենք ծախսում դրա վրա։ Դրա վառ օրինակն է, երբ որ դուք վարժ տիրապետում եք օտար լեզվին, դուք մտքում էլ չեք թարգմանում նախադասությունները, դուք ուղղակի խոսում եք այդ լեզվով։ Կամ երբ որ դուք լավ սկսում եք տիրապետել մեքենա վարելուն, դուք էլ չեք մտածում, տակ մի րոպե, ձախ-թարթիչ, փարքինգից անում եմ նեյտրալ, հետո ոդկաս դնում եմ այնտեղ, դա սկզբում է, չէ, երբ որ նոր եք սովորում։ Նույն ձև այդ ավտոմատացման process-ի կամ առանձնահատկության շնորհիվ է, որ նեյրոնային ցանցերը բարդանում են եւ ձեռք են բերում որոշակի ինքնավարություն գիտակցություն, այսինքն գիտակցական վերահսկողությունից, ավելի շոշափելի տեսանկյունից գլխուղեղի առաջճակատային կեղևից, այն նույն ինքը պրեֆրոնտալ կորտեքսը, որը պատասխանատու է այդ թվում զսպման ու վերահսկման մեխանիզմների համար։ Որպես կանոն մեծամասամբ այն ամենը, ինչում մենք հմտանում ենք եւ ոնց որ տենց ավտոմատ կերպով անում ենք, ցանկացած բանի մենք կարող ենք միջամտել գիտակցաբար եւ դադարեցնել, կանգնեցնել, ձևափոխել, բայց կան երևույթներ, որոնց հետ կապված մենք դա չենք կարողանում անել։ Այսինքն կան երևույթներ, որոնց համար պատասխանատու նեյրոնային ցանցը ինչ որ պայծ սկսած ինքնավարության այն աստիճանը ձեռ բերում, որ դադարում է ենթարկվել պրեֆրոնտալ կորտեքսին։ Այսինքն պրեֆրոնտալ կորտեքսի ռեսուրսները բավարար չեն լինում կառավարելու այն ինչի մասին որ խոսում ենք, այդ նեյրոնային ցանցը։ Այս դեպքում մենք գործ ունենք կախվածության հետ։ Այսինքն նեյրոնային ցանցը, որը պատասխանատու է, ասենք, խաղալու համար, եթե ինքը ակտիվացավ արդեն ինչ որ trigger, այսինքն խթան հանդիսացող որևէ ազդակի արդյունքում, հա, ինքը արդեն ակտիվանում է, մենք չենք կարող կանգնեցնել։ Դա նույնն է ոնց որ նստել մեքենայի ղեկին, որը չենք կարող կանգնեցնել, միջով բենզինը չպրծնի։ Կան ներգրաված ուրիշ նեյրոկենսաբանական մեխանիզմներ, թե ինչի է դա այդպես աշխատում։ Բանը նրանում է, որ մեր մոտիվացիայի եւ հաճույքի հիմնական համար պատասխանատու հիմնական նեյրոմեդիատորը կամ հորմոնը, նայած մենք իրան դիտարկում ենք որտեղ նեյրոմեդիատորը հայտնվելով արյան մեջ վերածվում է հորմոնի, հիմնական պատասխանատուն դոֆամինն է։ Իհարկե սերոտոնինն ու էնդորֆիններն էլ իրենց դերակատարումն ունեն, բայց հիմնական այստեղ դոֆամինն է։ Եվ դոֆամինը այն նեյրոմեդիատորն է, հորմոնն է, որը արտազատվում է, երբ որ մենք հաճույքի աղբյուրի կնոպկան ենք սխմում փոխաբերական իմաստով։ Կախվածությունների պարագայում, հա, մենք սովորաբար կախվածություն ենք ձեռք բերում այն աղբյուրներից հաճույքի, որոնք սովորականից ավել կամ մի քանի անգամ ավելի շատ մեծ ծավալով դոֆամին են արտազատում։ Կամ ավելի արագ։ Կամ ավելի արագ, դեռ արդեն էժան դոպամին կամ սակավարժեք դոպամինի մասին ենք խոսում, էլի։ Դրանցից է ալկոհոլը, թմրանյութը ու խաղալը։ Խաղալու հետ կապված հետաքրքիր հետազոտություններ կան, որոնք ցույց են տալիս, որ հիմնական հաճույքը մենք ստանում ենք սպասումից։ Այսինքն ուղեղը սկսում է դոֆամին արտազատել ոչ միայն հաղթելու ժամանակ, այլ սպասելու, հաղթելուն սպասելու ընթացքում։ Ու շատ հետաքրքիր հետազոտություններ կան, որոնք ցույց են տալի, որ երբ որ սպասում ես, ավելի շատ դոպամին է արտազատվում ժամանակի ընթացքում, քան երբ որ դու հաղթում ես։ Մյուս կողմից էլ, երբ որ հավանականությունը քո հաղթելու քչանում է, օրինակ 50% է դառնում, մի քանի անգամ ավելի շատ դոպամին է արտազատվում, բայց այնտեղ բացահայտված օրինաչափություն կա, որ եթե հավանականությունը ավելի քիչ դառնում, դա դեմոտիվացնում է, եւ հավանականությունը ավելի շատ է դառնում, նույնպես դա դեմոտիվացնում է, ոնց որ իդեալական է 50-50-ն է, էլի։ Կան էլի հետաքրքիր առանձնահատկություններ, մի քիչ արդեն կախվածության ոչ միայն նեյրոկենսաբանական, այլ նաեւ կենսահոգեբանական։ Խնդիրներից մեկը նրանում է այս կախվածության հետ պայքարի, որ ինքը հենց էժան դոպամինի կամ սակավարժեք դոպամինի աղբյուր է։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ժամանակակից աշխարհում, երբ որ մարդիկ սկսել են ավելի շատ աշխատել ժամանակային, կամ այն մարդիկ, ովքեր շատ են աշխատում, քիչ ժամանակ ունեն եւ քիչ ուժ ամենում արդեն օրվա վերջում եւ
ֆիզիկական եւ ինտելեկտուալ, բայց ուղեղ որպես այդպեսին պահանջում է ապարքեվատրում իր ծախսած ռեսուրսների դիմաց, այդ դոֆամինն է ուզում։ Ակամայից մարդը ձեռքի տակ եղածն է սկսում օգտագործել։ Դա ալկոհոլն է, ոնց որ ասացի, դա ուտելիքն է, դրա համար որ զարգացող երկրներում նաեւ կամ զարգացած երկրներում միջին եւ միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում ավել քաշի խնդիր կա, մարդը սկսում է ձեռքի տակի եղած բաներով դա ստանալ։ Էժան դոպամին, որովհետեւ քիչ ժամանակ է պահանջում, քիչ ֆիզիկական ռեսուրս, քիչ ինտելեկտուալ ռեսուրս։ Խաղալու պարագայում ոչ մի ռեսուրս չի պահանջում։ Գումար։ Ցավոք խնդիրը նրան է, որ on-line կազինոները, gambling-ը կամ betting-ը շատ մեծ գումար չեն պահանջում։ Կարելի է 1000 դրամով էլ դա անել կամ 500 դրամով անել։ Այսինքն այս ամբողջը նաև բացատրում այն, որ երբ օրինակ կարող են ասել, որ դե գիտակից մարդ ես, կարող ես ինքնուրույն դուրս գալ, դա այդքան էլ ճիշտ չի։ Իհարկե, այս մոտեցումը տարօրինակ է մի քիչ, հա, որ կարան ասեն կախվածություն, բայց մտածեն, որ դե գիտակից մարդ ես, դե որ հասկանաս, ուրեմն կլուծես։ Կամքի ուժ չունես, ուրեմն։ Կամ էլ կամքի ուժ չունես, ընդ որում կամքի ուժի հետ կապված շատ կարևոր մի հատ էլի նյուանս, կամքի ուժը ինքնազգային հատկանիշ չի, ինքը վարքային դրսևորում է, որ մոտիվացիայի հետ կապ ունի։ Մյուս կողմից է սա հոգեկրթության խնդիրներ են, որովհետև շատ ժամանակ հոգեկրթության պակասի արդյունքում է, որ թե խաղացողը եւ թե իր հարազատները սխալ ճանապարհով են գնում եւ օգնելու փոխարեն ավելի շատ խանգարում են։ Հաճախ լինում է, որ այդ ճնշումը ոչ միայն գալիս է հարազատներից, այլ մարդիկ, ովքեր այդ խնդրի ներսում են, չեն գիտակցում, որ դա խնդիր է։ Ես կարծում եմ, որ ամեն խաղ խաղալը չի կարելի դարձնել հիվանդություն։ Ես լավ ինտուիցիա ունեմ։ Հաշվարկներս ճիշտ են լինում։ Դա ինձ չի դարձնում խաղամոլը։ Ես գիտեմ, երբ խաղամ, երբ չէ։ Կարևոր է շատ խնդիրը ուսումնասիրել։ Հարյուրավոր, հազարավոր հետազոտություններ կան, որոնք պատասխանում են այս տեքստին։ Առաջին հերթին հիվանդություն չի, սա խանգարում է։ Տարբերությունը շատ մեծ է։ Երկրորդը Ֆոնգն ու Ռոզենտալը, շատ հայտնի հետազոտողներ են այս ոլորտում, իրանք առանձնացնում են խաղացողների 3 տեսակ՝ սոցիալական, պրոֆեսիոնալ եւ պրոբլեմային։ Սոցիալական խաղացողները սոցիալիզացվելու համար խաղացողներն են, ովքեր գնում են Վեգաս, գնում են ժամանակ անցկացնելու, ուրախանալու։ Պրոֆեսիոնալները, ասենք, են մարդիկ, ովքեր գումար են վաստակում կամ փորձում են պրոֆեսիոնալ կերպով իրանց մասնագիտությունն ա, ասենք, պոկեր խաղացողների մոտ է դա շատ, հա։ Դե պրոբլեմատիկը արդեն կախվածություն ունեցող մարդիկ են։ Հետազոտությունները ցույց են տալի, որ ժամանակի ընթացքում թե սոցիալական, թե պրոֆեսիոնալ խաղացողների մեծ մասը վերածվում են պրոբլեմային խաղացողների։ Ինչ վերաբերում ինտուիցիայի մասին, տեսեք, խաղամոլությամբ անձանց հետազոտությունները ցույց են տվել, որ անձնային առանձնահատկություններով իրանք տարբերվում են այն մարդկանցից, ովքեր չեն խաղում, չունեն այդ կախվածությունը կամ դեռ չունեն, եւ հիմնական տարբերություններից մեկն է, որ իրանք որպես կանոն համարժեքից ավելի բարձր կարծիք ունեն իրանց ինտելեկտուալ կարողությունների մասին։ Մյուս կողմից էլ շատ հաճախ կեսից ավել դեպքերում խաղացողները նշում են, որ հա, իրանք ինտուիցիա ունեն, իրանց մոտ ստացվում է, կամ իրանք հաշվարկել են, իրանք ձևը գտել են։ Սա որքանով է ռեալ, ավելի շատ գուցե ոլորտից տեխնիկական տեսանկյունից, մաթեմատիկական տեսանկյունից ավելի տեղյակ մարդիկ կարող են ասել։ Փոքր ինչ ես կասկածում եմ, նաև հենվելով էլի հոգեբանական հետազոտությունների վրա, որ որպես կանոն խաղացող մարդիկ գերագնահատում են իրանց ինտելեկտուալ եւ կանխատեսող հմտություններն ու կարողությունները՝ ի տարբերություն մնացած մարդկանց։ Եթե մենք որպես կողքից նայողներ այս ամենը հասկանում ենք, լսում ենք ձեզ, իմանում ենք, որ այսպիսի հետազոտություն կա, սա սրանից է բխում որպես այդպիսին, բայց տեսնում ենք, որ կողքիններն ունեն այդ խնդիրը ու ուզում են օգնել, ինչ կարող ենք անել։ Ինձ շատ հարազատ մարդկանցից մեկը ակնհայտ խաղացող է։ Ես տեսնում եմ ու գիտեմ, որ իր ապրուստի միջոցը բեթինգն է, խաղերը, կազինոները։ Շատ եմ անհանգստանում իր համար, բայց հասկանում եմ, որ չեմ կարող ուղղակի ասեմ էլ մի խաղա, որովհետև դա արդեն հիվանդություն է։ Արդյոք կարող ենք օգնել ընդհանրապես։ Տեսականորեն կարող ենք, բայց սա ամենաշատ տրվող հարցն է։ Ոնց օգնեմ իմ հարազատին եւ ոնց անեմ, որ գնա հոգեբանի մոտ։ Ոնց օգնել։ Տեխնիկական տեսանկյունից համապատասխան գրականություն կարելի է վերցնել, կան գրքեր, այդ ոլորտին վերաբերող հաղթարման ուղեցույցներ, հետազոտական տվյալներ, այսօր ինչն է շատ ինֆորմացիան։ Հայալեզու գրականությունը ցավոք գրեթե չկա, բայց որ ուզենակ կգտնեք, կարելի է փորձել համապատասխան հետազոտությունների, մասնագիտական գրքերի ուղեցույցների միջոցով առաջին հերթին հոգեկրթության բացը լրացնել։ Հարազատի հետ վստահելի, հանգիստ, առանց վեճերի խոսակցությունների շրջանակներում փորձել այսպես ընկերական եւ աջակցող կերպով ծանոթացնել, ներկայացնել, որպես կանոն ուղղակի մարդկանց մեծ մաս ովքեր ունեն այդ խնդիրը, գիտեն, որ ունեն այդ խնդիրը, հա, ուղղակի մերժում են, ասում են, չէ, այդպես բան չկա, հույս ունենալով, որ հեսա մի հատ էս կհաղթեն այդ բարքերը կփակեն,
կհատակեն ու всё կմոռանանք դրա մասին, կգնանք առաջ։ Որպես ամփոփում, փորձեմ երկու կետով դա անել, հա, առաջինը չփորձել թերագնահատել խաղալը, խաղամոլությունը, կախվածությունը խաղերից, gambling betting, եւ չգերագնահատել սեփական կարողությունները կամ QG, ինտելեկտուալ կարողությունները, որովհետեւ բոլորիս ուղեղը նույնն է։ Ժամանակի կյանքի ընթացքում որոշ փոփոխություններ լինում են թեկուզ շատ մեծ, բայց միևնույնն է, կենսաբանական առանձնահատկությունների տեսանկյունից գրեթե նույնն է բոլորիս ուղեղը, էլի։ Դրա համար բոլոր մարդկանց մոտ էլ նույն ձև են ձևավորվում խնդիրները, հատկապես կախվածությունների մասով։ Ու այն մարդիկ, ովքեր ասում են, դե ես ուրիշը մի մոտ կախվածություն չի լինում, դա նշանակում է, եթե ձեզ մոտ ստացվել է խաղալ, հետո չխաղալ կամ ծխել, հետո չծխել, հետո ծխել էլի թողնել, դա նշանակում է Ռուբիկոնը դեռ չեք անցել։ Այն դրա հիմքում ընկած նեյրոնային ցանցը դեռ իր ավտոնոմիայի այն բարձր տոկոսին չի հասել, բայց կհասնի մի օր։ Եվ երկրորդը, չխորշել ու չհամաչել մասնագիտական օգնությանը դիմելուց, մասնագետին դիմելուց, որովհետև դա միակ հիմնական ճանապարհն է, որով կարելի է խնդիրը լուծել։ Բնականաբար, ինչ-ինչ պատճառներով, եթե կա սահմանափակում մասնագետին դիմելու, կարելի է գոնե մեկ այց մասնագետի մոտ, որ դրանում մասնագիտացած է, ունենալ, հարցերը տալ հիմնական, խնդրել մոտավոր տեսական ուղղորդում ինչ որ ուղեցուցի միջոցով։ Մի երկու բառով հարցնեն ինչից սկսել։ Այօրինակ այս գրքից կամ այն գրքից հաստատ ոչ մի մասնագետ չի զլանա եւ կանիլ է։ Այս էպիզոդը խաղամոլության մասին էր եւ մեզ օգնեց հոգեբան հոգեթերապևտ Արման Բեգոյանը։ Իսկ ես Եվա Մինասյանն եմ, ում դու կարող ես պատմել քո յուրաքանչյուր խնդրի մասին։ Միացիր Ես քեզ լսում եմ podcast-ին եւ պատմիր քո պատմությունը Spotify-ում, Apple Podcast-ում եւ imradio.am կայքում։